Սարգսյանն էր նման բան ասում Տիգրան Ինչ էր ասում։ Վերաբերյալ ձեռ էր առնում այն մարդկանց, ովքեր որ ասում են Տիգրան Աշենը սպասեք, հանձնելու ենք, եւ փաստացի այնպես ստացվեց, որ հենց վարչապետը ինքը ասեց, որ Տիգրան Աշենը այո անկլավ է եւ վերադարձվելու է Ադրբեջանին։ Եթե դուք ինձ ցույց կտաք, որտեղ է վարչապետը ասել, որ Տիգրան Աշենը վերադարձվելու է, ես ներողություն կխնդրեմ ձեզ։ Ասաց Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դա որ լսեցիք, ինչի՞ չվազեցիք գտնել արցվաշենցիների եւ ասել վերջապես պատմական արդարությունը վերականգնվել է, հավաքեք ձեր իրերը, մենք գնում ենք մեր պատմական հայրենիք Արցվաշեն։ Բայց ինչ եմ շեղում։ Ներեցեք դուք Տիգրան Աշենը ադրբեջանական է համարվելու, որպես անկլավ տրվելու ադրբեջանցիներին, նա ձեռ էր առնում։ Եվ հիմա փաստացի այդպես է ստացվում, որ սահմանազատման, սահմանագծման, այդ ծրագրով Տիգրան Աշենը որպես անկլավ է ներկայացվելու եւ այնտեղ գալու են ապրեն ադրբեջանցիներ։ Դուք քանի տարվա լրագրող եք, նոր եմ տեսնում ձեզ, բայց նորից եմ ասում, չեք կարող ինձ ցույց տալ որտեղ է վարչապետը ասել, որ որևէ բան որևէ մեկին տրվելու է։ Ավելին ասեմ, եթե կարդաք Հայաստանության սահմանադրությունը, ոչ ազգային ժողովը, ոչ կառավարությունը, ոչ էլ ընդդիմության կողմից սիրված այդ երրորդ իշխանության երրորդ ճյուղդատական իշխանությունը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության որևէ հողակտոր կլինի 1 սանտիմետր, 1 քառակուսի կիլոմետր որևէ մեկին փոխանցելու։ Դա կարող ենք անել ես, դուք եւ ժողովուրդը։ Կարդացեք սահմանադրությունը, այնտեղ շատ բարձ գրված է տարածքային փոփոխությունը կարող է տևանալ բացառապես սահմանադրությամբ։ Այդ թվում ես այսպես եմ հասկանում վարչապետի խոսքը ցավում եմ, որ դուք ոչ միայն չեք հասկացել, այլև սխալ եք մեկնաբանում, որտեղ որևէ տեղ չի ասվել, որ դա որևէ մեկին հանձնվելու է կամ վերադարձվելու։ Խոսք է գնում փաստացի մասին, այո, եւ հետո կառավարության նիստում կարծեմ դուք չկայք, բայց օրինակ Տիկին Ջեբեջյանին տեսել եմ շատ մանրամասն նկարագրել, ասලා ժողովուրդ ջան, տարբեր սցենարներ կարող են լինել։ Այո, սցենար 1, որ պայմանական սահմանազատումն արվում է եւ օրինակ առաջարկ է լինում երկու կողմերի ասում որ եկեք ոնց կա, այդպես մնա, բայց անգամ այդ դեպքում այդ հարցի որոշողը ոչ թե վարչապետն է լինելու, ոչ թե Ալիևն է լինելու, ոչ թե դատական իշխանությունը կամ օրենսդիրն է լինելու կամ սահմանադրական դատարանը Հայաստանի, այլ լինելու եք դուք։ Այսինքն եթե գա հաստի են կետին, որ դուք ուզենաք, որ Տիգրան Աշենը մնա Հայաստանի Հանրապետությանը, բայց Արցվաշենը չմնա Հայաստանի Հանրապետության, դա տարբերակներից մեկն է, որը կառավարության նիստում չշտապեց վարչապետը պարոն Գաբրելյան, որովհետև ըստ էության տեսեք, մի ժամանակ ասում էր սահմանազատում, սահմանագծում կլինի, կտեսնենք եւ այլն, բայց երբ որ ինքը առաջին դեմքը արդեն իր բերանով արդեն հայտարարում է, ասում է դա Հայաստանի Հանրապետության տարածք չի, ել ինչ կա սահմանագծելու, սահմանազատելու, ինքը երկրի ներկայացուցիչն է, ու ինքը արդեն որոշել է, որ դա մեր տարածքը չի։ Նորից ձեզ տամ։ Իսկ ինչի՞ չեք ասում, որ վարչապետն ասաց, որ Արցվաշենը Հայաստանի Հանրապետություն է, որը անկախացումից ի վեր, այսինքն մենք Հայաստանի Հանրապետությունը անկախացել է եւ երբևէ մեր տարածքում չի եղել։ 1991 թվականից սկսած մինչ այսօրը Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունների ժամանակ, այդ թվում մեր իշխանության ժամանակ, այդ թվում մեր իշխանության այն ժամանակահատվածում, որ օրինակ այսօրվա անդիմադիր շարքերից ոմանք կառավարության կազմում էին, ես դեռ նույնիսկ չկայի քաղաքականության մեջ, իրենք կային, երբևէ չի եղել, որ բարձրաձայնեն, որ օրինակ ինչի չենք մենք օկուպացված տարածքները վերադարձնում։ Ասում եմ, անկախացումից հետո 1991 թվականից մինչև այս պահը Հայաստանի Հանրապետությունը միշտ ունեցել է օկուպացված տարածքներ։ Հիմա հարցը հետևյալն է, ուզում ենք այդ հարցը լուծել, թե չենք ուզում լուծել։ Այս էլ է ընտրություն։ Ինձ թվում է հայ ժողովուրդը հունիսի 7-ին կատարած իր ընտրությամբ տվել է այդ մանդատ, ասել այո, լուծեք եւ լուծեք խաղաղ ճանապարհով։ Տիգրան Աշենը տվեք, պարոն Գաբրելյան, դուք շատ լավ գիտեք, որ Տիգրան Աշենը մեզ համար ռազմավարական տարածք է, Վայոց ձորի կապելու չեմ անում քառակուսի կիլոմետր։ Խնդրեմ, մյուս անգամ թաղամասի տարածքը էական չի, բայց ինքը ճանապարհի առումով ռազմավարական նշանակություն ունի։ Այսինքն Արցվաշենի տարածքը բնականաբար մեծ է։ Իսկ ով ասաց, որ ինչ-որ բան է տրվում։ Ասաց Հայաստանի Հանրապետություն։ Հարցը տվեք կառավարությունում եւ ձեզ պատասխանը հնչի, ժողովուրդ ջան, պետքա լինի այդ գործընթացը։ Այո, այդ թվում Արցվաշենում, որը արդեն 3-4 տասնամյակ առնվազն այնտեղ հայեր երևի թե գետ մեկը չի ապրում, բնականաբար չէ, այնտեղ էլ մարդիկ են հիմա տնավորված, ապրում են, ինչպես օրինակ ձեր նշած դա։ Եվ այո, կարող է այնպես լինի, որ սահմանազատման արդյունքում կա մի իրավիճակ, որ կողմերը հասկանան, թե խաղաղության տրամաբանությամբ են գնում, գուցե պետք չի ես քո տարածքում որևէ այսպես ասած առանձնացված վարչատարածքային միավոր ունեմ, դու էլ իմ տարածքում։ Բայց սա միևնույնն է, նորից մեր սահմանադրությամբ որոշելու ենք մենք բոլորս։ Այսինքն այնպես չի, որ դա կարող է ինչ-որ մեկ կլինի դա կառավարություն, նորից եմ ասում, օրենսդիր, թե դատական իշխանություն որոշի, որ ինչ-որ բան պետքա փոխանցվի կամ փոխանակվի։ Բաքուդարին եւ Ասկեպարին հայկական տարածքներ չեն, ես եմ ասել այդպեսի բան։
Դուք որ թվականին եք դպրոց գնացել։ Ինչ են ձեզ սովորացել, ինձ կասեք, ուզում հասկանալ։ Հրեայի նման հարցին հարձով մի պատասխանեք, խնդրում եմ։ Ես հրեա գետ չեմ, եթե դուք հրեա գետ եք, դա էլ հարց է։ Ես ձեզ հարց եմ տալ, ասում ուզում հասկանալ, որտեվ ասում են, չէ՞, տենց չգիտեմ, տարիքը չի կարելի հարցնել կամ ուզում եմ հասկանալ մենք մի հասակակ Ուզում եմ հասկանալ, ես եւ դուք նույն դպրոց են գնացել, եկեք բացենք մեր սովորած դասագրքերը, եթե ինձանից տարիքով ավելի մեծ եք, էլ ավելի լավ։ Դուք երկու լեզվով եք անցել, դուք Հայաստանի մասին Ժորժ ջան, ասենք դասագրքերով չի որոշվում, դասագրքերը արտացոլում են իրողությունը վերջի վերջը, սովորել են, չէ՞ մենք դուք դպրոցում չեք սովորել Հայաստանի Հանրապետության մասին, որ սովորել եք։ Ինչ է այնտեղ գրված եղել Հայաստանի Հանրապետության 743 կիլոմետրը ոչ բոլոր գրքերում կա, ես հանրագիտարաններ գիտեմ, որտեղ 800 է գրած օրինական, տարբեր թվեր են գրած, նենց որ կապվածա թե որն եք։ Ես ազգային ժողովի մի ելույթում բերեցի այդ դրա մասին, որ օրինակ կար մի հատ օրենք, որը ստորագրել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կամ կառավարության որոշումներ, մի էջում գրած էր 29800, հաջորդ էջում գրած էր 29743։ Մեր հիմա խոսակցությունը 29000, եթե հասկանա, որ այս մեր ամբողջ խոսակցությունը 29800-ի եւ 743-ի մեջ է, դա էլ հարց է։ Բայց իմ պատկերացմամբ մի մարդ, որը ստորագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր է, առնվազն սիրուն չի, որ հետո հելում հայտարարում է, որ մենք չպետք է սահմանափակվենք մեր տարածքներով։ Եվ դա ասում է մի մարդ, որը առնվազն այդ սահմաններից վերջին 20 տարում տասնյակ, եթե ոչ 100 կիլոմետր հեռավորության վրա ապահով եկել այստեղ ապրել է եւ գեթ մեկ վայրկյան չի մտածել վերադառնալ իր հայրենիք, ապրել այնտեղ, բիզնես դնել այնտեղ, իր երեխաներին այդտեղի բարբառով որոշակի բառեր սովորեցնել, մշակույթը, ավանդույթը պահպանել։ Էս է հասկանում եք երեսպաշտությունը, այսինքն այդ մարդիկ այսօր էլի փորձում են որոշակի թեզեր առաջ քաշելով, այդ թվում գուցե ձեր միջոցով, չեմ ասում դիտավորյալ եք անում, հասկանալիորեն մի բան են դաշնետում, հիմա անդիմությունը, եթե վաղը խոսի ճանճերից, բնականաբար կամ ճանճերի պաշտպանությունից դուք գալու եք հարցնեք դրանից։ Հիմա իրանք դա են խոսում, դա եք հարցնում, ես էլ ասում եմ, Ժորժ ջան, նոր բան չկա այստեղ։ Ի՞նչն է նոր բան։ Եթե ինչ-որ մեկ ասեք ինչն է նոր բան, կասեմ ինչն է նոր բան։ Բայց Արցախում ապրում էին, բիզնեսներ դրել էին, բայց ով էր դրել։ Ռոբերտ Քոչարյանը Արցախում ապրել է։ Չի ապրել։ 1998 թվականից հետո որ եկել է Հայաստան նախագահ դարձել, երբ որ նախագահի պաշտոնը թողել է, Ռոբերտ Քոչարյանը Արցախում ապրել է։ հենց մենակ հարցը Ռոբերտ Քոչարյանի ապրել Դուք ասեցիք, ես չասեցին։ Դուք ասեցիք Ռոբերտ Քոչարյանը ապրել է այնտեղ, կարող է ապրել է, չգիտեմ։ Ես ամենայն դեպս իր նկարներից այլ տեղ եմ տեսել, որ ինքը ապրում է, այլ տեղ է հանգստանում։ Եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, կարող է ես սխալ եմ, չգիտեմ, թող ինքը ասի, այո, ես ապրել եմ։ Ես առնվազն որ գումարային հաշվով վերցրած լինենք, մոտ 1 տարի ապրել եմ այնտեղ եւ տեսել եմ օրինակ թե իրենց տունը միշտ դատարկ է եղել։ Այդ թվում COVID-ի ժամանակ շատ արցախցիներ դժգոհում էին, ասում էին, որ տունը փակ է կամ երբ որ արդեն այդ պատերազմական վիճակից հետո չեմ կարող վստահ պնդել, խոսակցություններ։ Ասում էին, որ դատարկ է եւ չի բացում է դռները, որ գոնե իր հայրենակիցները այնտեղ ապրեն։ Բայց նույնպես եմ ասում, կարող է եւ սխալ եմ։